Բարի առավոտ եւս մեկ անգամ շատ սիրելի հեռուստադիտողներ, առաջին ծրագիր Weekend-ը շարունակում է իր ընթացքը Վեդի Ալկոյայից գեղեցիկ սրահից եւ ես ունեմ հրաշալի հյուրեր։ Սիրով ողջունում ու սկսենք մեր զրույցը։ Մեր տաղավարում են Վաչեն եւ Սրբուկը։ Բարի լույս։ Բարի լույս։ Ինչպե՞ս եք։ Շատ լավ։ Ինձ հետաքրքիր է երբ է սկսվում ձեր առավոտը եւ հատկապես հանգստյան օրերին տարբերություն զգում եք, թե աշխատանքային շաբաթը ձեզ համար 7 օր ունի։ Եթե ես ունենում եմ հանգստյան օրեր երբեմն, Սրբուկը էդ էլ չի ունենում։ Եվ ես մտածում եի հակառակը ճիշտ։ Չէ, իմ մոտ մի քիչ գրաֆիկը ուրիշ կերպ է եւ այդ առավոտների սկսելը մեզ համար երբեմն հակառակ հերթափոխով է լինում։ Կամ ես արտանում եմ իրան չեմ տեսնում, կամ ինքն արտանում ինձ չի տեսնում։ Այո։ Բայց երբ որ միասին ենք, այ դա լիարժեք օր ենք համարում, որովհետև սկսում է սուրճից, նախաճաշից եւ այլն, ու վազում ենք մեր գործերին։ Այո, ու էլի հանդիպում ենք երեկոյան։ Իսկ սովորաբար քանիսին է սկսվում։ Վաղ առավոտյան 10-ին, ամենաուշը 10-ին արդեն իմ առավոտը սկսվում է, բայց չէին մի քիչ ուշ։ Իսկ սովորաբար հեշտ արթնացող մարդիկ եք, թե ոլորտի այն պրոֆեսիոնալ երկար քնող մարդկանցից եք։ Պատասխանը։ Ես դժվար եմ արթնանում։ Ամեն առավոտ մենք վիճում ենք, որովհետև ասում եմ, որ ինքն է ինձ արթնացրել։ Դրա համար ես դժվար արթնացող եմ, բայց շատ պունկտուալ եմ միևնույն ժամանակ, չէ՞։ Դե եթե այսօրը նկատի ունես, հա։ Շատ լավ։ Եվ իդեալական հանգստի օրը ոնց եք պատկերացնում, բացի նրանից, որ միասին եք անցկացնում, սովորաբար տանն է լինում, քաղաքից դուրս է լինում, ինչ նախասիրություններ ունեք հանգստյան օրը կազմակերպելու հետ կապված։ Քաղաքից դուրսը։ Եթե մենք միասին քաղաքից դուրս ենք գնում, այն որ դա կարող ենք համարել լիարժեք հանգիստ, որովհետև երկուսս էլ բնության սիրահար ենք ու միշտ ընտրում ենք այնպիսի տեղեր, որոնք որ իրենց այդ գեղեցկությամբ էներգիա են տալիս ու դրանով ենք հանգստանում։ Երևի այդ կնշեմ, չէ՞։ Հա, այդ ու քանի որ մեր տան էլ միշտ հյուրեր են լինում երեկոյան ժամերին, դա էլ է մեր հանգիստը, որովհետև մեր տան դռները շատ բաց են բոլորի առաջ, ու մենք ամեն օր հյուր ենք ունենում ու մեր երեկոն շատ երկար է ձգվում։ Որոշել ենք ժամ նշանակենք, որ այդ օրը արդեն ժամը 5-ին էլ ոչ մեկ չլինի մեր տանը։ Դե քաղաքից դուրսի ու լավ բնության առումով այսօրվա մեր օրը ձեզ շատ դուր կգա, որովհետև շատ հրաշալի վայրում ենք։ Այո։ Եվ քանի որ մայիսի 31-ն է այսօր, ես եթե ճիշտ գիտեմ, ձեր հարսանիքի օրն է, այսինքն 1 ամյակն է, սրտան շնորհավորում է։ Եվ ուզում եմ, որ տենց ոսկե հարսանիք, չգիտեմ, մինչև շատ ինչ կա, տոնեք միասին։ Ինչքան մետաղ կա։ Ինչքան մետաղ կա։ 1 տարին ինչ սովորեցրեց ձեզ միասին ապրելու ընթացքում, ինչ տվեց, ինչ փոխեց, ինչ ավելացրեց։ Մենք սովորել նոր էինք ամուսնացել։ Հա։ Որ անվճար ընդունվենք։ Ու տենց էլ եղավ, մենք ամուսնացանք անցած տարի մայիսի 31-ին, բայց դրանից առաջ մենք ապրել ենք միասին, այսինքն այս 1 տարին թուղթ կա ու վերջ։ Մենք նույն ձև իրար սիրում ենք, նույն ձև ճանապարհում ենք իրար, կռվում ենք եւ հաշտվում։ Դեռ չի եկել են հոգեբանները ասում են, որ 3 տարի կամ 2 տարի մի քիչ ինդիվիդուալ է, երբ սկսում եք նկատել իրար թերությունները կամ ինչ-որ կենցաղում ինչ-որ բաներ իրար հետ չկիսելը եւ նյարդայնացնելը, այդ փուլը դեռ չի եկել։ Անցել է։ Հա, իմ համար էլ արդեն վաղուց անցել է։ Ինձ թվում է չի եղել որպես այդպեսի։ Ինչ նոր բան պետք է անես, որ ես ես զարմանամ։ Ես չգիտեմ, զարմանալու տեղ միշտ կա լավ առումով, բայց որպես այդպեսին կենցաղավարության մեջ չկա մի բան, որ անսովոր լինի։ Մենակ մի բան է փոխվել մեր կյանքում, որ ամուսնանալուց առաջ երբեք չէի հարցնում, երբ կգաս տուն, չգիտեմ ոնց զուգադիպեց, հարսանիքի հաջորդ օրը ծիվաճ, բա երբ ես գալու տուն, ասեց այսքան արագ փոխվեց այս ամեն ինչը, ու ես այդ օրը հասկացա, որ փաստորեն ամուսնությունը կնոջ մոտ լիքը բան փոխում է, ավելի ինքնավստահ լինում։ Վախացրեց հարցը, թե օքեյ էր։ Սպասելի էր։ Կանխատեսելի։ Կանխատեսելի էր, բայց ոչ հունիսի 1-ին։ Շատ լավ։ Եվ ինչն է ամենաշատը իրար մեջ ձեզ դուր գալիս։ Եվ ինչը մի քիչ այդքան էլ չէ։ Ոյ, ես ասեմ մեղ մարցնել շատ։ Ոսո եթե ունես պատասխան։ Ինձ ամեն ինչն է դուր գալիս, ես այդ քանի որ առավոտվանից խոսեցինք, իմ ամեն առավոտը, երբ որ սկսվում է Վաչեի հետ, ես իսկապես շատ երջանիկ եմ լինում, ու որ նայում եմ Վաչեին, միշտ մտածում եմ, ես ինչ սիրուն մարդ է էլի իմ կողքին ու խոսքը բացարձակ արտաքինի մասին չի ու ամեն օր, չգիտեմ, ամեն օր ոնց որ ավելի շատ սիրեմ։
Ու ես դա զգում եմ, որ օր-օրի ավելի ու ավելի ու ավելի աշատանում այդ ամեն ինչ, ու մի բան չի, որ նշելու լինի իր տաղանդը, նախասիրությունները, երաժշտության հանդեպ ճաշակը, ամեն ինչը, չգիտեմ, ամեն բան։ Ես էլ պիտի պատասխանեմ։ Պետք է համարժեք լինի պատասխանը, նա ինչ լավ գովեց, ինչ լավ Դե բաներ հա, ունի։ իրականում ես այդ գիտեմ ու երևի հենց դրա համար, որ ես այդ գիտեմ։ Դե մենք միասին ասում եմ, ես սրբուկի մեջ շատ սիրում եմ, որ ինքը գնահատել գիտի, բայց արժեքները նկատի ունեմ, այսինքն բնությունը ոնց է անցալում, իր անցալումները մարդկանցից ընդհանրապես։ Ես այդ ամեն ինչը շատ գնահատում, սիրում եմ, երևի դա որ ինձ համար ամեն օր նորովի է։ Մենք ամեն օր տարբեր մարդկանց ենք հանդիպում ու տարբեր մարդկանց մասին լսում ենք տարբեր մարդկանցից, բայց թե սրբուկը ինչ կասի, այդ ինձ համար շատ կարևոր է։ Ես հենց այդ շատ սիրում եմ։ Իսկ նման եք տեսակներով իրար։ Ընդհանրապես, կատեգորիկ։ Ոչ։ Ոչ մի հարցում նման չենք։ Ոնց եք գտնում բալանսը շփման մեջ։ Ոնց եք գալիս։ Զիջումներով, մեկ կռվելով։ Մի քայլ առաջ, մի քայլ հետ սկզբունքով։ Ով է զիջում։ Հերթով։ Չգիտեմ ես։ Հա դու երևի։ Երևի ես, հա, ավելի շատ երևի ես, բայց փողզիջումներով է լինում։ Երբեք չի լինում, որ մեր երկու կարծիքների մի կետում գոնե բալանսի չգան։ Բայց ասում եմ, մեզ ընդհանուր կապող ընդամենը մի բան կա, մեր տան մարշալը, որը երկուս հավասարաչափ սիրում ենք, ու կանադական սասիսկին։ Всё, ուրիշ ոչինչ մեզ չկապում այս աշխարհում, ոչ մի բան։ Երկրներ ու քաղաքներ, որոնք ճանապարհորդում եք ու չկա որևէ երկիր կամ քաղաք, որ հավասարապես սիրեք ու ուզեք միշտ այնտեղ ճանապարհորդել։ Հա, երևի Փարիզը։ Փարիզն է, որ շատ Երրորդ սիրել ենք։ ընդհանրություն է։ Այո։ Հիմա որ սպասենք կգտնենք, բայց ընդհանուր կլինի թատրոնի հանդեպ մեր վերաբերմունքը, կարծիքը, թատրոնի ոճի հանդեպ, ֆիլմեր նայելու, չնայելու, գրքերի հետ կապված մենք ունենք տարբեր կարծիքեր, շատ եմ սիրում ժամանակակից գրականություն, Վաչեն ավելի շատ դասականի կողմ, երաժշտության տեսանկյունից Վաչեն բարձրաշխարհիկ երաժշտության կողմնակիցը, ես ժամանակ առ ժամանակ խախտում եմ։ Այսինքն բալանսի է գալիս։ Ես տեսա, որ Արամ Պաչյան է կարդում, ինքը իմ ժամանակից գրողների մեջ իմ ամենասիրելին է։ Ամենասիրելին է։ Այո, շատ տարբերվում է։ Այո։ Դասականներից է կարող ենք խոսել։ Դաստայևսկին դասական գրողներից իմ ամենասիրելին է, եթե ինչ որտեղ համընկավ մեր Համընկավ։ որտեղ շատ Դաստայևսկի ես էլ եմ սիրում, ուղղակի քանի որ ժամանակակիցը շատ մեր մասին է, ես նախընտրում եմ, որ ավելի շատ դրա մասին կարդամ։ Ու պատմում եմ, կիսվում եմ պարտադիր։ Եվ հետաքրքիր է, նայեք թատրոնի մասին նշեցիք, որ տարբեր կարծիքներ ունեք կամ տարբեր անկյուններից եք նայում, մասնագիտական առումով, քանի որ երկուստ էլ նույն մասնագիտության կրողն եք, ինձ հետաքրքիր է տանը գալիս է աշխատանքից խոսակցություններ դեպի տուն, քննարկումներ, չգիտեմ, ով է ում խորհուրդ տալիս, ով է ում օգնում, ով է ում քննադատը, ով է ում ոգևորողը, ոնց է այս ամեն ինչը։ Էլի երևի իրար, բայց ես սիրում եմ խոսել տանը աշխատանքից, հա, եթե ինչ-որ բանից դուրս չի գալիս, անպայման քննարկում եմ, եթե դուրս շատ գալիս է, էլի քննարկում եմ, բայց չեմ ասում, որ դուրս եկել է, որովհետև եթե այդքան երկար քննարկեցինք, ինքն էլ լսեց, ուրեմն դա լավ գործ է, լավ նախագիծ է սպասվում։ Այդ քննարկումները միշտ լինում են, եւ ես կասեմ, հա, որ Սրբուկը ինձ շատ օգնում է այդ հարցում, թե որտեղ, երբ, ինչքան ու ինչ չափով պետք է լինել։ Ինձ համար էլ ամենակարևորը Վաչեի կարծիքն է։ Ես օրինակ հիմա որ ներկայացման առաջնախախ պիտի ունենամ, շատ լարվում եմ, ավելի շատ հենց Վաչեի կարծիքից, որովհետև ինձ համար իսկապես շատ կարևոր է իր գնահատանքը ամեն ինչը։ Հա, նախընտրում եմ որ սովորաբար չգա, որովհետև շատ եմ լարվում, բայց փորձում եմ ամեն ինչ քննարկել, որովհետև կարևոր է լսել իր կարծիքը մասնագիտության։ Ես ծանրություն եմ զգում այս կողմից։ Լուրջ, չէ։ Չէ, թե մարդիկ Շատ, Լինձ նայեք։ Շատ։ Որովհետև երեք շատ ձեր մասին հարցազրույցներ եմ, ձեր մասնակցությամբ դիտել, ձեր մասին տեսահոլովակներ, չգիտեմ, ձեր Instagram-ն եմ բավականաչափ թերթեր եւ մի ռիլ աչքովս ընկավ եւ Սրբուկը խնդրում է որ գաք միասին ռիլում նկարվեք, ես դուք տենց ասում եք, չէ, ու ինքն հենց արագ ու հեշտ ասում է, լավ, օքեյ, sense շատ կոմֆորտ։ Ես sense մի 3 վայրկյան մտածել եմ այդ պահին, որ օրինակ ինքը այդ պահին ինչ էր զգում, ինչի դուք չզիջե, sense ինչ որ sense շատ տարբեր մտքեր իմ մոտ եղան ու հասկացա, որ ինչ որ ծանրություն ամեն դեպքում ձեր կողմից կա ու ինքը շատ թեթև է։
Այդ իմ բնավորությունն է երևի, ես չեմ սիրում նկարվել, ֆոտո առավել եւս չեմ սիրում նկարվել։ Այս հիմա այս 5 րոպեանոցներն էլ չեմ սիրում։ Ու ինքը դա գիտի։ Նա всякий ասում է, տեսնի, եթե կլինի կլինի։ Կստացի այդ Ես մտածի տրենդի հետ էլ խնդիր եմ, որ նոր տրենդները չեք սիրում կամ ինչ որ տենց իզի բաներ չեք։ Չգիտեմ էլ, ես կարող եմ եկել մի հատ շատ ինձ համար նոր բան անեմ, պարզվի մի դար առաջ արել են դա։ Այո։ Հա, ես մի քիչ այդ Իսկ ես ուղղակի նկարում եմ շատ ճաշակով այդ ամեն ինչը կարողանում եմ հրապարակի։ Բայց մեկ է, ինձ համար ես այդ բան եմ անում, ծանրանում եմ այդ բանի, դուք ճիշտ եք։ Ես էլ սիրում եմ, որովհետև մտածում եմ, որ այդ հիշողությունները պետքա պահել, դրա համար փորձում եմ, օրինակ, եթե իրար հետ կգնան քաղաքից դուրս, նկարեն ոչ թե նրա համար, որ մենք ունենանք նոր հրապարակում Instagram-ում, այլ որ այդ օրը հիշեմ, որովհետև սովորություն ունեմ, մտնեմ արխիվ, գտնեմ այդ օրը, հիշեմ այդ օրը, հիշողությունները իմ համար շատ կարևոր են, դրա համար փորձում եմ ամեն ինչ նկարեմ։ Հիշողությունները արդեն ֆիքսում եք նոր տեսախցիկով, որը Վաչեն է ձեզ նվիրել, որը ասենց ժամանակի երազանք էր ձեզ ունենալ։ Քանի որ այսօր ձեր ամուսնության մեկնային էրանում հաջորդ երազանքը կուզեմ բարձրաձայնեք, որ Վաչեն էլ կատարի։ Կարելի էր հակառակը անել։ Կուզեք հետո կփոխենք նաև հակառակը։ Ավելի։ Ես չգիտեմ ինչ եմ երազում։ Երևի ուղևորություն, որ կարողանամ այդ ամեն ինչը ֆիքսել։ Այ իրան Եվրոպայում կամ այն երկրում, որտեղ որ ինքը կընտրի ու ուղևորություն կկազմակերպի, իսկ ինքը դա շատ սիրուն է անում, մանրակրկիտ, ամեն ինչով գիտի ինչ եմ սիրում տեսնել։ Այդ ժամանակ ես իրան կնկարեմ ու ինքը հաճույքով կնկարվի։ Հա, այդ ժամանակ ինքը կլինի իր կոմֆորտի մեջ։ Այդ ուղևորությունն եմ ուզում։ Վաչե ջան, դուք ինչ եք ուզում։ Չէ, լավ է։ Չնայեք արդար, շատ արդար հարցնում եմ։ Չէ, լավ է։ Թող լինի այդ ուղևորը, այդ ես էլ եմ ուզում։ Հա։ Այդ կարելի ասել, որ երջանկություն է, որ ինքը դա ուզում է, բայց ես էլ եմ ի սրտե ուզում եմ։ Դեն չի որ անում եմ, որ ինքը իրան լավ զգա, ես ինձ էլ լավ կզգա։ Աղջիկական կողմնապահություն չկար, չէ՞, իմ կողմից ամեն ինչ օքեյ։ Իհարկե։ Հետո կխոսենք։ Շատ լավ, հիմա առաջիկա ծրագրերից բլոկադան արդեն բավական ժամանակ է կա եւ մարդիկ ներկայացումը դիտում են, շատ սիրում են, շատ եւ տարբեր կարծիքներ եմ լսել, ես անձամբ դեռ չեմ հասցրել դիտել, բայց եւ շատ մտածելու տեղիք տվող ներկայացում է։ Ինձ հետաքրքիր է ներկայացման մասին ձեր տպավորությունները, ինչ տվեց ձեզ ներկայացումը եւ ես էլի միտեղ հանդիպեցի, որ նշում եք շատ ծանր է ձեզ համար խաղալ բլոկադայում եւ հեշտ չի։ Հեշտ չի ոչ մի դեր խաղալը, բայց բլոկադայում, քանի որ դա մեզ հետ տեղի ունեցած դեպք է։ Առաջնորդն էմոցիոնալ առումով այո, եւ մենք դա ապրել ենք, հիմա վերապրելը իրոք դժվար է։ Ներկայացումը ինձ համար այնքանով է հետաքրքիր, որ իր նպատակը բնականաբար մենք գիտենք ցույց տալ, թե ինչ եղավ մեզ հետ, ինչ կարող ենք քաղել եւ ինչ անենք, որ այլ այդպիսի բան չլինի։ Բայց դրա մասին բեմում չի խոսվում։ Այսինքն մարդը նայում է ներկայացումը եւ այդ ամեն ինչը հասկանում է, բայց ինքը չի լսել այդ հարցերը։ Իր մեջ բարձրացավ այդ հարցը։ Հատուկ արված որևէ բան չկա, որ ենթադրենք ուզում լինի, չգիտեմ ինչ անի։ Դա մեր շատ ազնիվ կողմից է ներկայացրած ամեն ինչ։ Մեզ հետ կատարված պատմությունն է խոշորացույցի տակ, ասենց ասեմ, փոքր մակետով, թե ինչ եղավ մեզ հետ։ Այո։ Եվ դրանով ինքը հետաքրքիր է, ես շատ կուզեմ, որ երկար ճանապարհ ունենա, բայց մի օր անպայման ասենց վերջանա այդ ներկայացումը ու էլ չլինի։ Կամ հակառակ ներկայացումը լինի։ Այս դեպքում չեմ կարող ձեր տպավորությունը չհարցնել ներկայացումից, որովհետև այդ ամեն ինչի ուղիղ կրողնակ եղել եւ հետաքրքիր է, երբ առաջին անգամ ներկայացումը դիտել եք, ինքը ձեզ քանդել հավաքել է, թե ոնց եք զգացել։ Ես փորձերին էլ եմ ներկա եղել, փորձերն էլ իմ համար շատ դժվար են եղել։ Կային կոնկրետ տեսարաններ, որոնք որ ուղեղիս մեջ ամբողջ օրը պտտում էի, բայց իմ համար ինչով է ինքը կարևոր, որ շատ ազնիվ տեսանկյունից է ներկայացրած ամեն ինչ։ Բեմում արցախցիներն ու հայաստանաբնակ հայերը բոլորը ազնվորեն ներկայացված են իրենց բոլոր կետերով, բնավորության գծերով, կենցաղավարության մակարդակում, թեմաները, որոնք բարձրաձայնված են, շատ թիրախային են ու շատ պինդ ներկայացում, այսինքն ես ինչքան էլ հուզվեմ, լացեմ էմոցիոնալ տեսանկյունից, ես միևնույնն է շարունակում եմ լինել պինդ։ Ինքը ինձ չի ստիպում, որ ես հանձնվեմ, ընդհակառակը ինձ ստիպում է ավելի պինդ լինել, ամուր լինել, նայել, հասկանալ ու շարունակել ապրել։ Այդքանով ինձ համար ինքը շատ կարևոր է։ Ու հենց դրանով է պայմանավորված, որ ես վստահ եմ, որ ինքը շատ երկար կյանք պիտի ունենա, որովհետև լացելու համար չի նախատեսված ներկայացում, այլ ապրելու։ Իսկ դա շատ կարևոր է, հատկապես այդ թեմային անդրադառնալու ժամանակ։
Եվ դասեր քաղել ամենակարևորն է, որովհետև շատ կարևոր է, որ ինչ-որ միտեղից դա կանգնացնել, որ նորից չլինի, կամ նորից չկրկնվի ու նորից չսպառնի։ Հենց հետաքրքիր է կան ներկայացում կամ ֆիլմ, որտեղ կուզեք երկուսով լինել։ Հա, ինձ համար կա, դեռ այդ ֆիլմն ու ներկայացումը չկա, հնարավորություն չկա կոպիտ ասած, բայց ես շատ կուզեմ։ Ինձ համար դժվար կլինի, որտեղ ես սրբուն համարում եմ լավ դերասանուհի որակի իմաստով։ Դժվար կլինի սկզբից արթնանանք, գնանք փորձի։ Ինձ համար էլ նույն ձև։ Բայց ես էլ եմ շատ ուզում, ես շատ կուզեմ իր հետ խաղալ, որովհետև ինքը շատ գունավոր է ու ինքն էլ ինձ համար անփոխարինելի դերասան է։ Իսկական արտաքինից սկսած հնարավոր չի իրան փոխարինել, դրա համար ինձ համար մեծ պատիվ կլինի էլի բեմը կիսել Վաչեի հետ։ Իսկ այդ ներկայացում եք պատկերացնում թե ֆիլմ։ Ներկայացում ավելի լավ կլինի։ Ներկայացում։ Հա։ Դե ֆիլմը մեզնից չի Չորրորդ համընկնում ունեցանք։ Այո։ Այո։ Դուք մեզ հաշտեցնելու եք ճանապարհից։ Նույն մարդը դուք։ Շատ նման։ Շատ լավ, իսկ էլ ինչ ծրագրեր կան, ինչ նախագծեր կան, գիտեմ, որ դուք զբաղվածություն ունեք նոր ներկայացման աշխատանքների փուլում եք, մի քիչ ներկայացման մասին խոսանք, հետո Վաչեի առաջիկա ծրագրերից խոսանք։ Ներկայացումը, որ պիտի շուտով առաջնախաղ ունենա, Բարսկական ստեղծագործություն է ու ինքն էլ էլի պատերազմի ակնարկ ունի ու հենց պատերազմի մասին է, շատ ուժեղ էլի հոգեբանական գծերով հագեցած ներկայացումը կոչվում է Ռոյայի սենյակը, շուտով կունենանք առաջնախաղը ու արդեն ինքը կունենա իր ընթացքը, որպես կոմերցիոն ներկայացում ամեն ամիս հնարավորություն կունենանք ներկայանալ հանդիսատեսի դատին, ինձ համար շատ պատասխանատու է, որովհետև թատրոնից հետո սա իմ առաջին բեմելն է լինելու որպես այդպիսին, իմ կերպարն էլ շատ պինդ ու ամուր կին է իր բնույթով, Ռոյան հենց չգիտեմ, մեծ սպասումներ ունեմ ու ինքն էլ այդ ասելիքը ունեցող ներկայացումը։ Քանի որ պատերազմը ենթաշերտերից մեկն է, ինքը էլի փորձում է պատերազմից դուրս ապրող մարդու մասին ասելիք ունենալ ու դա հաջողում է ներկայացման։ Հուսանք հանդիսատեսներ նույն էմոցիաները կունենա։ Վաչա փորձերը դիտել եք։ Չէ, ես չեմ սիրում գնալ խառնվել նայել։ Հա։ Դուք սնում եք պատրաստի ներկայացումը վերջում դիտել։ Դե չէ, եթե իմ գործը չի, ես այնտեղ գործ չունեմ, ինչի գնամ նայեմ, կամ եթե սրբուկը խնդրի կարող եմ որ գնամ նայեմ, բայց իրականում չեմ սիրում, դա իրանց ներքին խոհանոցն է, ես ինչ գործ ունեմ։ Իսկ եթե ինչ-որ բան նկատեք, կասեք անկեղծ, որ օրինակ այստեղ ինչ-որ բան լավ չէր, թե չէ։ Անպայման կասենք։ Այ եթե ես մասնագիտության տեսանկյունից մի քիչ ընկճվում եմ, եթե Վաչեն ասում է, որ ամեն ինչ լավ է, ես վստահ եմ լինում։ Հիմա օրինակ երեխաների հետ ում որ դասավանդում եմ Դիզակարտ մշակութային կենտրոնը, շուտով էլի առաջնախաղ պիտի ունենա ու մեծ սպասումով էլի սպասում եմ Վաչեի կարծիքին, թե ինքը ինչ կասի այդ ներկայացման վերաբերյալ, որովհետև էլի շատ կարևոր է։ Ինչ ծրագրեր կան առաջիկայում։ Ծրագրեր կան, ներկայացումներ կան, շուտով պատրաստ կլինի Սեթրակի ներկայացումը Գոջամանյան, որ կոչվում է Մնա։ Էդ էլ առաջնախաղ կլինի սեպտեմբերին ֆիլմեր ունեմ։ Մի խոսքով մինչև դեկտեմբեր ինձ մոտ նշած է։ Okay։ Վաչա ինչն եք ամենաշատը սիրում։ Թատրոն, կինո, թե տարբերությունը սիրելու առումով չկա։ Տարբեր սերեր են, բայց շատ նման, բայց շատ ես երկուսն էլ շատ սիրում եմ։ Հա, չեմ կարող առանձնացնել։ Չեմ կարող։ Եվ էլի մեծ սեր ունեք ավիացիայի նկատմամբ, եւ էլի երազանք, հիմա նպատակ, իրագործումը մոտ է շատ։ Տեսնենք, ես ամեն օր սպասում եմ։ Հա, ես էլ ձեր հարցից կտայի ձեզ։ Ես էլ չգիտեմ այդ հարցի պատասխանը, ամեն օր մեկ էլ մի օր կարող ազանգեն, ասեն եղավ, կարող ենք արդեն դասընթացներին անցնել։ Սրբուկ, իսկ դուք ինչ երազանք ունեք, թե փոքրուց եղել է դերասանի երազանքը դառնալ դերասան, դարձել է։ Հա։ Երկրորդ օտաչ։ Հա, այդ երազանքը դե կարծում եմ որ արդեն իրականացել է։ Ուղղակի մնում է դրա մեջ ավելի ընդլայնվել, ավելի բաց լինել, ավելի մեծ գործունեություն ծավալել, բայց հիմա երևի երազանքներս ավելի շատ կապված են այն բոլոր կենտրոնների հետ, որտեղ որ ես հիմա դասավանդում եմ, ուզում եմ որ երեխաները ովքեր որ Արցախից են, իրենց համար շատ ոչ թե փափուկ հարթակ ստեղծեմ, այլ որ իրանք լինեն մի միջավայրում, որտեղ որ շատ հանգիստ կլինեն։ Կունենան ընկեր, հարազատ մարդ, ու ես հիմա ամեն ինչ անում եմ դրա համար, որ իրենց համար լինեմ փրկողակ, որի կարիքը որ ես ունեցել եմ։ Դա հիմա իմ մեծագույն երազանքն ու նպատակն է իրագործել դա ամեն օր ու ամեն ինչ անում եմ դրա համար, որ իրականություն դառնա։ Իսկ երազանքներս հիմնականում իմ ու Վաչեի հետ են կապված մեր տան, մեր ընտանիքի, մեր մնացած բոլոր օրերի։ Լավ, իսկ ինչ է սիրում Վաչեն ուտել, որը դուք եք պատրաստում։ Օ, շատ բարդ հարց էր, քանի որ ես շատ չեմ պատրաստում։ Ու Վաչեն էլ սովոր է շատ համով ուտելուն, քանի որ Վաչեի մաման ֆանտաստիկ է պատրաստում։
Չգիտեմ, միասին գնում եք Վաչայի մամայի տուն։ Այո, մամանապես կերակրում։ Իսկ եթե ես տանը պատրաստեմ, մենք շատ steak ենք ուտում, բայց այդ Վաչեն է պատրաստում, շատ համով, շատ։ Ես էլ ինչ որ պատրաստեմ, ժարկո օրինակ։ Շատ համով եմ պատրաստում։ Չգիտեմ, ես պատրաստելու մեջ չեմ փայլում ցավոք, բայց խոստացել եմ, երբ որ տեղափոխվենք մեր նոր բնակարան, ես կսկսեմ պատրաստել։ Երկուսն էլ պերֆեկցիոնիստ եք։ Թե Վաչեն միայն։ Չէ, ես չէ այդքան։ Հա, երևում է արտաքինից, բայց չէ։ Չէ։ Մենք քիչ թեթևացակ եմ աչքի։ Չէ, ես պերֆեկցիոնիստ Շունչ չեմ։ քաշեցի։ Վաչայել ինչ տաղանդներ կան, լավ steak պատրաստել, լինել պրոֆեսիոնալ դերասան, լավ երգիչ, որի մասին եւի մի քիչ մոռացել եք։ Դե չէ, լավ երգիչ չեմ ես, ես ավելի շատ սիրող եմ, քան երկող։ Դե հա, եթե լինի կպարապեմ, լավ կերկեմ։ Բայց այդ չեմ համարի ինձ երգիչ։ Իսկ ուզեք մյուզիկլում խաղալ։ Փորձեր ունեցել եմ, այո, էլի մեծ հաճույքով։ Սիրում եմ այդ շատ աշխատանքը, դա ավելի շատ աշխատանք է, չէ՞, պահանջում դեղ պիտի բարես, մարմինդ եւ այլն, քան ենթադրենք այն ներկայացումները, որոնք հիմա ունեմ։ Բայց կան։ Եվ այնտեղ միաժամանակ մի քանի գործողություններ պետք է կարողանալ անել, որը եւի ամենաբարդն է։ Էլ ինչ կա այս ամեն ինչի կողքին, նախասիրությունների մակարդակով կարող է լինել։ Նվագել կա։ Հա։ Դաշնամուր։ Այո։ Նկարելը չկա։ Նկարել չկա։ Չէ, նկարելը չկա, ինչ։ Ուզում եմ ասել, ինչի մտածեցի միանգամից, ասիկ նվագել, ես մենքան ասի դաշնամուր, չգիտեմ, ու միանգամից մտածեցի։ Դաշնամուր, խոհանոցն էլ ես նոր եմ հասկացել, որ խոհանոցում լավ եմ ու ստացվում է ինձ մոտ։ Այդ լրիվ նոր ինձ համար բացահայտում էր։ Իսկ սրբուկի սիրելի ուտեստը ո՞րն է։ Շատ կա։ Երևի steak էլի այդ որ պատրաստում եմ, բայց ձուկ եմ լավ պատրաստում, չգիտեմ, ջեռոցում լավ ուտեստներ եմ պատրաստում։ Այդ ջեռոցի հետ կապված ես էլ եմ լավ։ Հա։ Հա, բայց էլի սահմանափակվում են կարտոշկայով ու մսով։ Դե ուրիշ ինչ դնես։ Չէ, դե չգիտեմ, որեմ ձուկ չեմ կարողանա էլի պատրաստել, բայց Խմորային ինչ-որ բաներ կարելի է ջեռոցում, բայց ոնց որ ձեր չեք սիրում խմոր։ Հա, սեքանդարորեն։ Շատ լավ։ Եվ հիմա առաջիկայում միասին ինչ եք պլանավորում, կան ուղևորություններ, չգիտեմ, համատեղ հոբիներ, ինչ որ բանով զբաղվել միասին, թե յուրաքանչյուրը այսպես խորացված եք ձեր առօրյա գործերի մեջ եւ լավագույն տարբերակը դա միասին անցկացրած հանգստյան օրերն են։ Կան մոտ ապագայում պլանավորած ուղևորություններ, որը դեռ խոսակցության մակարդակի է, բայց միշտ էլ տենց է եղել, տենց չի որ սա տարբերվում է մյուսներից։ Մեզ համար հետաքրքիր է նա, որ նենց տպավորությունա ոնց որ Աստված մեզ շատ է սիրում ու միշտ ասում է հեսա կտա մի րոպե ու տալիս է։ Մենք էլ ինչ որ մի բան լինում է։ Մենք էլ երևի դա էլ դրանից է, որ անգամ մոտ ուղևորությունները միասին կամ ինչ որ տեղ գնալը համարում ենք իսկապես երջանկություն, որ իրար հետ ենք ու լավ ենք ու ամեն ինչ նորմալ է, մենք էլ մեր երկրում ենք։ Դրա պատասխանը շուտ գալիս է լավ։ Դրա համար շատ չենք պլանավորում։ Գնում ենք Պրագա, վերջ գնում ենք Պրագա։ Այո, հիմա դրա մասին ենք մտածում, իսկ այդ կապված աշխատանքի հետ երկուսս էլ ունենք մեր զբաղվածությունը։ Ու դա շատ լավ է, որովհետև ամբողջ օրը զբաղված ենք լինում, ու ամբողջ օրը աշխատանքից հետո որ հիշում ես, որ պիտի գաս տուն ու իրար պիտի տեսնենք, շատ լավ մոտիվացիա է ամեն օրվա գործի գնալու համար։ Ես ինքս ինձ համար տենց եմ պլանավորում, որ օրս թեթև կանցնի, օրվա վերջում ես կգնամ տուն ու կտեսնեմ, չէ, որ իդեալական կլինի։ Դրա համար Սիրո խոստովանություն, սիրո դրսևորում, ձեզ համար ո՞րն է ամենա այսպես սերը արտահայտող գործողությունը կամ խոսքը կամ, չգիտեմ, հոգատարության ձևը, որը ամենաշատն եք սիրում իրարից ստանալ։ Առավոտյան սուրճը, որ պատրաստում եմ բերում։ Այդքան հեշտ ինչ Հա, է։ իսկ ինձ համար էլ, որ օրինակ Վաչան շատ ծաղիկներ չի սիրում, բայց ինձ միշտ նվիրում է։ Օրինակ այդ ինձ համար շատ կարևոր է, էլի նախ եմ տանը միշտ ծաղիկ է լինում, Վաչեի շնորհիվ իմ ընկերները, բայց որ Վաչեն էլ յուրահատուկ է ընտրում, այսինքն սովորական ծաղիկ չի նվիրում, գնում է ընտրում ամենահետաքրքիրը, ու այդ դրանից ես շատ եմ ուրախանում, անսահման։ Ես ձեզ շատ սեր եմ մաղթում եւ իսկապես մաղթում եմ, որ ձեր ոսկե հարսանիքը տոնեք ու մի բանը լավ էլի։ Շնորհակալություն շատ։ Ձեզ էլ շնորհակալություն։ Եվ վերջում ուզում եմ ձեզ նվիրել Զանգու գինիները, որը Վեդիալկոյի հատուկ արտադրանքն է, անմահական գինի է եւ հատուկ պահերը տոնելու համար է եւ կրկին մաղթում եմ, որ ձեր կյանքում այդ հատուկ պահերը միասին շատ լինեն։ Շնորհակալություն շատ։ Շնորհակալ եմ ձեզ։ Իսկ հիմա կլինի կարճատև դադար, որից հետո կվերադառնանք եւ կշարունակենք մեր առավոտը։